Շուրջ 50 ուսուցիչ գիտելիք է ստանում հուզական բանականության մասին, սովորածն ամրապնդում դերային խաղի միջոցով։ ՀԿ կենտրոն հասարակական կազմակերպության նախաձեռնած հերթական հանդիպմանն ուսուցիչներն ու երիտասարդները ծանոթանում են արհեստական բանականության գործիքներին, դրանց կիրառման հնարավորություններին, նաև զարգացնում ստեղծարար մտածողությունն ու խնդիրների լուծման կարողությունները։ Այստեղ արծարծվեցին բավականին կարևորագույն խնդիրներ, որոնք առկա են դպրոցներում, օրինակ բավականին մեծ ուշադրություն դարձրվեց հենց բուլինգի կանխարգելման գործընթացներին, ձեռք բերեցինք այնպիսի կարևոր գործիքաշար, որի միջոցով մենք ինքներս որպես ուսուցիչներ կարող ենք կանխարգելել այդ ամենը։ Ծրագրի շրջանակներում սովորեցինք հուզական ինտելեկտի մասին, ինչ փուլերով է ընթանում, ինչպես կառավարել, ինչպես նաև թվային գրագիտության դասեր էր։ Աշխատաշուկա մտնելու համար շատ կարևոր է լինել մեդիագրագետ, իսկ այս դասընթացը տվեց այդ հնարավորությունը, սովորեցրեց ինչպես վարվել AI-ի հետ, ինչպես լինել մեդիագրագետ ու ինչպես դա կիրառել ու ճիշտ կիրառել։ Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Desire Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ ճկուն հմտությունների զարգացում ծրագրով, որն իրականացվում է Erasmus+ նախագծի շրջանակում։ Ծրագիրը հնարավորություն է տվել Հայաստանի և Վրաստանի բուհերին, նաև ՀԿ կենտրոնի ներկայացուցիչներին վերապատրաստվել Եվրամիության գործընկեր բուհերում և միջազգային փորձը տեղայնացնել իրենց երկրներում։ Նախագծի հիմնական խնդիրն է կամրջել բուհերի կողմից ավանդաբար առաջադրվող փափուկ հմտությունների և աշխատաշուկայի կողմից պահանջվող հմտությունների միջև եղած բացը։ Եվ այդ կամրջումը մենք գտնում ենք, որ բարելավի ուսանողների կարիերայի հեռանկարները և նաև կխթանի նրանց մրցունակությունը աշխատաշուկայում։ Նախագիծը ունի բավականին մեծ կոնսորցիում, ներառում է 4 հայկական բուհեր, 4 վրացական բուհեր, 4 եվրոպական բուհեր, ինչպես նաև Ինֆոտուն հասարակական կազմակերպությունը։ Նախատեսված 4 առցանց և 4 արդեմ հանդիպումներից 7-ն արդեն կայացել է Իսպանիայի, Գերմանիայի և Ֆինլանդիայի բուհերում։ Ինչպես ասվում է հենց մեր սլոգանում, քո մասնագիտական կամ կոշտ հմտություններով քեզ գործի են աշխատանքերն ընդունում, բայց քո փափուկ հմտությունների պատճառով դու կարող ես ազատվել։ Եվ այս նպատակով մենք ուզում ենք, որ բուհական համակարգում բացի մասնագիտական կրթությունը ստանան նաև փափուկ հմտություններ, որ կարողանան ավելի հաջողեն իրենց հետագա կարիերայում։ Եվրոպական փորձի տեղայնացմամբ Հայաստանի և Վրաստանի բուհերում կներդրվեն փափուկ հմտությունների 5 մոդուլ և զանգվածային բաց առցանց դասընթացներ, որոնք կզարգացնեն ուսանողների ձեռնարկատիրական առաջնորդության, հույզերի կառավարման, անգլերենի և շատ այլ հմտություններ։ Սերինե Սերոբյան, լուրերի համար։